Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրը Արմինե Հայրապետյանն է, ով ապրում է Գերմանիայում։ Բարև ձեզ Արմինե ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ նման նախագծի վերաբերյալ մտածելու եւ ի գործի դնելու, որովհետեւ այսօր Սփյուռքում ապրող հայերի համար դա շատ կարեւոր միտք է, գաղափար է, կապը պահպանել հայրենիքի հետ, նաեւ մի փոքրիկ մասնիկ ձեր կողմից կարելի ասել, որը շատ կարեւորում է։ Դե ինչ, եկեք սկսենք, պատմեք մեզ ձեր պատմությունը, թե ինչպես եք հայտնվել Գերմանիայում եւ ինչու հենց Գերմանիա։ Սկսեմ նրանից, որ ամուսնացա, ամուսինս գերմանացի է ազգությամբ, բնականաբար այստեղ ապրելը ավելի ճիշտ էր, քանի որ ինքը հայերենին չի տիրապետում, թեպետ 1 տարի Հայաստանում բնակվելուց հետո, միասին մենք բնակվեցինք Հայաստանում, ինքը շատ սիրեց մեր երկիրը, մարդկանց, երկիրը մարդկանցով են չի, ավելի շատ սիրում, շատ գնահատում էր այն ինչ որ մենք ունենք, Հայաստանը նկատի ունեմ, շատ սիրեց մեր կերակուրները, մեր օդը, ջուրը, մեր տեսարժան վայրերը, հասցրեցինք բավականին տեղեր գնալ եւ ինքը շատ տպավորված էր, ընդհուպ որ միտք ունի ժամանակի ընթացքում մենք տեղափոխվենք Հայաստան, այսինքն համատեղ ենք եւ Հայաստանում ապրենք եւ Գերմանիայում ապրենք։ Հա, իսկ ո՞նց է եկաք այդ որոշմանը, որ մի տարի ապրելուց հետո որոշեցիք հետ գնալ Գերմանիա, թե ինքը ուղղակի կարոտեց։ Ինքը, քանի որ աշխատանքը այստեղ է, բնականաբար չէր կարող թողել աշխատանքը երկար։ Արդեն ինստինկտիվ ստացվում է, որ մենք պետք է անպայման տեղափոխվենք Գերմանիա։ Եվ հիմա 3-րդ տարին է արդեն այստեղ եմ։ Միասին ապրում ենք, շատ գոհ եմ, ընդհանուր առմամբ իրենից շատ գոհ եմ։ Ես բավականին ուշ ամուսնացա, բայց փառք Աստծո, ընտրությունս բավականին ճիշտ էր ու շատ գոհ եմ Աստծուց, իմ Աստծուց շատ գոհ եմ, որ նման մարդ կամ տեսավ ինձ համար։ Մեզ ծանոթացրել են, ինտերնետով չենք ծանոթացել, միջնորդել են եւ այսպես ստացվեց, որ շատ արագ կողմնորոշվեցինք երկուսս էլ եւ հասկացանք, որ երևի թե մեկս մյուսի համար ենք ծնվել։ Բայց հեշտ եկաք կոնկրետ դուք այդ որոշմանը, որ պետք է արդեն Գերմանիա տեղափոխվեք ու այնտեղ ապրեք։ Ես հեշտ եկա այդ որոշմանը զուտ այն պատճառով, որ վաղ թե ուշ գիտեմ, որ հետադարձ ճանապարհ ունեմ։ Ոնց պատկերացնում եք հենց այդպես էլ ոնց որ կյանքը սկսվեց Գերմանիայում, թե ինչ որ հիասթափություններ ունեիք այդտեղի կենցաղի հետ, ապրելակերպի հետ կապված։ Շատ տարիներ առաջ տուրիստական ճանապարհով առիթ եղավ 15 օրով լինել Գերմանիայում, ուրիշ քաղաքում իհարկե, շատ սիրեցի Գերմանիայի կլիման, որը ինձ շատ հոգեհարազատ է, ես շատ եմ սիրում անձրև, թխված եղանակ, ի տարբերություն իմ ամուսնուն իհարկե, ինքն էլ մեր արևն է շատ սիրում, բայց դա ինձ չխանգարեց, այսինքն ես սկզբից որ եկա, առաջին անգամ որ եկա Գերմանիա, ինչ որ սառնություն զգացի մարդկանց մեջ, դե մեր հայերի ջերմությունը ամեն դեպքում ստեղ այդ չափը ամեն մարդ իր չափի մեջ, իր դիստանցիան պահում են շփումների մեջ, մենք այդպեսին չենք, մենք տակ ենք իրենք տեսակով ավելի հավասարակշռված են, ավելի զուսպ են եւ կարծում եմ իրանց բնավորությունն էլ արտահայտվում է իրենց եւ հագուստի մեջ եւ կենցաղի մեջ, այդ չափվածությունը, այդ պունկտուալությունը, որը միշտ խոսվում է, չէ, գերմանական ճշտապահություն, այո, ադապտացվելու խնդիր չեղավ, որովհետև ես տեսակով հեշտ տեսակ է, իմ մարդ տեսակը հեշտ է, այսինքն կարող եմ իրավիճակներին եւ լավ եւ վատ արագ ադապտացվել եւ դա ինձ հեշտ է տրվում, այդպես ասեմ։ Թեպետ գիտեք, ուշ տարիքում իմ տեսակի մարդու համար ուշ տարիքում ամուսնանալը ուներ նաեւ իր խնդիրները, թեպետ Հայաստանում իմ մեծ ընտանիքն է, իմ հարազատներն են, ընկերներն են, որոնց ես շատ-շատ սիրում եմ,
Բայց փառք Աստծո նաև որ կա հեռախոսակապ հեռահար տեսնելու եւ Կարոտը առնելու համար։ Այո, թվում է թե ամեն վարքյան դու երկրում ես, ինֆորմացված ես, առաջին իհարկե լուրերը նաև երբեմն լինում է, որ ես ավելի տեղեկացված եմ լինում, քան իմ հարազատները, որ ես ատեք ինչ-որ ինֆորմացիա եմ տալիս մեր երկրի հետ կապված։ Մի խոսքով, ընդհանուր առմամբ գոհ եմ, ես ընդհանուր առմամբ գոհ եմ։ Բայց ժամանակի ընթացքում կարոտը ոնց որ եթե 3 տարի այդտեղ եք, այն ամենասկզբի ժամանակ ու հիմա նույն մակարդակի վրա չի, չէ՞, երևի արդեն քիչ-քիչ ոնց որ թուլանում է իր ուժգնությունը։ Կարոտը նույն դժարի վրա է, կարոտը երբեք չի պակասում, սակասում որ ես ունենում եմ հնարավորություն տարվա մեջ գոնե 2 անգամ գոնե այցելել Հայաստան, իմ հարազատներին տեսնել, դա ինչ որտեղ մեղմացուցիչ հանգամանք է, ամուսինս էլ է շատ սիրում, ինքն էլ միասին ճանապարհորդում ենք, ինքն էլ է կարոտում, այդպես ասեմ, ինքն էլ է շատ կարոտում, դե այստեղ ընդունված է ընտանիքի անդամները նախ մեծ ընտանիքներ չեն, իսկ մենք Հայաստանում կարելի ասել բավականին հագեցած գրաֆիկով ենք ապրում եւ ունենք մեծ ընտանիք, հարազատներ, ընկերներ, որոնց հետ շփումները պարբերաբար լինում են, եթե ոչ ամեն օր, բայց դու կարող ես շաբաթվա վերջ 2 օրը աշխատանքից դուրս շփվել քո հարազատների հետ, այդ շփումների միակ բանը, որ ինձ հիմա այստեղ մի փոքր չի անհանգստացնում, ուղղակի կցանկանայի, որ այդպես լիներ, այդ շփումների պակասն է։ Այստեղ ռեժիմը այնպիսին է շատ համակարգված, որ մարդիկ ուղղակի չեն հասցնում իրենց հարազատների կամ ընկերների հետ ժամանակ անցկացնել, ոնց որ ենթադրենք Հայաստանում է։ Դա ինչ որ ֆիքսված ժամերի, ֆիքսված օրերի, ավելի շատ շաբաթվա վերջում, որ բոլորը իրենց հանգստյան օրերով են զբաղված։ Հանգիստը իրենց համար առաջնային է։ Օրինակ Հայաստանում շաբաթ կիրակի օրեր մասնավոր աշխատում են, բայց այստեղ ավելի քիչ է։ Քիչ կտեսնեն, նույնիսկ խանութները, դեղատները անգամ չեն աշխատում։ Իրենց հանգստյան օրը նախատեսված է ուրեմն հանգստի համար։ Դե դա էլ բայց առանձին խնդիր է բերում, էլի, այսինքն եթե պետք լինի շաբաթօրով ինչ-որ դեղատուն գնաք, չեք կարա գնաք։ Կիրակի օրը չես կարող գնալ, որովհետև փակ է։ Մարդիկ արդեն պատրաստվում են այդ ամեն ինչին, որովհետև իրենց արդեն ապրելակերպն է այդպեսին, բնականաբար իրենք էլ պատրաստվում են դրան։ Հա։ Ես էլ արդեն սովորել եմ։ Հա։ Այլ լեզվական խնդիրներ հենց սկզբում ոնց որ բնականաբար կունենայիք, հեշտ հաղթահարեցիք ընդհանուր թե դեռ սովորում եք լեզուն։ Իմ բախտը բերեց նրանով, որ ամուսինս տիրապետում է եւ անգլերենին եւ ռուսերենին։ Իր դպրոցի մակարդակը բավարարում է իրեն, ավելի պարզ ռուսերեն եւ ավելի դանդաղ խոսություն, ինքը հասկանում է։ Դրանով ինձ բավականին օգնեց մեր շփվելը մեկս մյուսի հետ, բայց այդտեղ սովորեցի, Հայաստանում քննություն տվեցի 7 ինստիտուտում, քննություն տվեցի, առանց սերտիֆիկատի չես կարող ամուսնանալ լեզվի քննության։ Սերտիֆիկատը անպայման թղթերի մեջ ներդրվում է, որպեսզի իրենք գոնե մինիմալ մակարդակը իմանաս։ Բնականաբար եկա այստեղ էլ դիմեցի լեզվի կենտրոն, սկսեցի պարապել լեզուն, քննություններ, քաղաքական գերմաներենը նաև քաղաքացիության հետ կապված, ես նաև դիմել եմ հիմա քաղաքացիության համար, քանի որ երկքաղաքացիությունը ընդունված է, եւ սպասում եմ նոր անձնագրի, այդպես ասեմ։ Հակառակ կարողացա հաղթահարել այդ լեզվային բարիերը եւ նաև ինձ օգնում է շատ իմ աշխատելը։ Ինչ եք աշխատում այդտեղ։ 2 տարի է այստեղ մեր քաղաքում կա ծաղկի սրահ, որտեղ ես ֆլորիստ դիզայներ եմ որպես աշխատում, քանի որ երկրորդ մասնագիտությունս ֆլորիստիկան է։ Ֆլորիստ դիզայներ եմ աշխատել բավականին երկար տարիներ եւ ունեմ բավականին երկար փորձ իմ արդեն անձնական գործն եմ ունեցել Հայաստանում, հարսանիքների կազմակերպմամբ եմ զբաղվել, դեկորացիաներ, ծննդյան առիթների, հարսանիքների։ Մի խոսքով, ինչ կապված է ձևավորման հետ, այդպես։
Բնականաբար այստեղ կուլտուրան մեր հայկականի հետ տարբեր է, իմ աշխատանքը տեսան եւ ընդունեցին աշխատանքի 2 տարի աշխատում եմ գերմանացի ընտանիք է, բավականին հաճելի մարդիկ, գոլեգաներս էլ գերմանուհիներ են, դա ինձ շատ օգնում է, որպեսզի ես լեզուն չմոռանամ, քանի որ հիմա դասերս վերջացել են, բայց ինքը փուլային է, դու կարող ես նաեւ շարունակել։ Հա։ Կարևորը ծաղիկների հետ է աշխատանքը։ Ինքնուրույն կարողանում եմ հաղորդակցվել եւ մարդկանց հետ, եւ տրանսպորտ նստել։ Հա։ Չեմ նեղվում, այլևս չեմ նեղվում։ Հետո ժամանակի ընթացքում որ արդեն միջավայրը ինքը հենց գերմանախոս միջավայրում եք, ավելի հեշտ կմտնեք էլի մեջը։ Ավելի շուտ մտելեք, ավելի հեշտ, ավելի շատ կվերցնեք։ Այո։ Լինում է կիրակի օրերը, շաբաթ կամ կիրակի օրերը ամուսնուս ընկերներ, ովքեր գերմանացի ընկերներ, որտեղ ինքը ունի նաև այստեղ հայ ընկերներ, ես չենք գնում, ես գերադասում եմ, որպեսզի եթե գերմանացիներ են, բնականաբար ուզում եմ, որ իրենք մեր հայկական կերակրատեսակները ճաշակեն, ինքս սիրում եմ պատրաստել, ժամանակ իմ չեմ պատրաստել, որովհետև ծնողներիս հետ եմ ապրել, երբ որ ընտանիքի ծնողներիս հետ եմ ապրել, բնականաբար մայրս խոհանոցում եղել, ես ուղղակի երբ տրամադրություն եմ ունեցել, այդպես ասեմ, եւ ժամանակ, ամենամեծ բարիերը իմ Հայաստանում ապրելու ժամանակն է եղել, իսկ այստեղ ես ունեմ բավականին մեծ ժամանակ, որովհետև այստեղ աշխատանքը ինքը ժամային գրաֆիկով է, ոչ Հայաստանի նման, փառք Աստծո, գալիս են հյուրասիրվում են պարտադիր տոլմա, թփով տոլմա, թփով տոլմա, նաև կաղամբով են, իրանք կաղամբ շատ են օգտագործում, առհասարակ բանջարեղեններ շատ են օգտագործում իրենց ազգային նույնիսկ ճաշացանկում, կաղամբով մեր հայկական չրերով տոլմա են պատրաստում, տերկեֆիլով, չրերով, ինչ որ սոպրերը մայրիկի փլավ է բրնձով։ Խաշլամա եմ պատրաստում գարեջրով, հայկական աղցաններ եմ պատրաստում, ինչ որ չգիտեմ, բաղադրատոմսով նայում եմ բաղադրատոմսերը, այսօր ինֆորմացիայի խնդիր չկա, և պատրաստում եմ ու բասեմ ձեզ իրենց կանորից քիմքին անծանոթ համեր են, որովհետև հայկական կանաչեղեն չորացրած բնական այստեղ բերում եմ ինձ հետ, որ Հայաստանից գալիս եմ, և պատկերացրեք շատ հավանում են։ Բայց կա ինչ-որ խանութներ, որ հենց ոնց որ փորձեք հայկական մթերքներ գտնեք, ինչ-որ տենց սպեցիֆիկ ինչ-որ բաներ էլի։ Խանութներ կան, հայկական խանութներ այդտեղ կան, նաև կա ռուսական խանութներ, որտեղ որ օրինակ հայկական լավաշ է վաճառում։ Հա, շատ է տարբերվում, բայց մեր համից։ Ինչպես։ Շատ է ինքը տարբերվում մեր հայկական լավաշի համից, իսկական էլի։ Դե թոնիրի լավաշին սովորում մարդու համար բնականաբար տարբերությունը նկատելի է, բայց իջև այդ կարոտից ելնելով դու սենց նայում ես հոտը քաշում ես մեր հայկականն է։ Հա, ասեք։ Հետո Հայաստանից շատ ենք ունենում հյուրեր, քանի որ բերում են գալիս են, ասենք, լինում է, որ ինչ-որ անհրաժեշտություն լինում է, ես խնդրում եմ, բերում են իրենց հետ։ Լավ է, ամենից շատ լավ է, գոհ եմ։ Իսկ գերմանական խոհանոցում կա ինչ-որ կերակրատեսակ, որ ձեզ ոնց որ գրավել է ինքը։ Ու որ բարեկամները գալիս են, դուք էլ դրանով եք իրան զարմացնում։ Իրենք, գիտեք ինչ նախապատվություն են տալիս, իրենք ենթադրենք, օրինակ են բերում, մենք միսը խորոված ենք, չէ, անում ինքը չորանում է, իրենք ասում են դուք մեռած միս եք ուտում, իրենք ամեն ինչ ուտում են սոուսներով են ուտում ու ոչ շատ եփված ասածս, մենք օրինակ խորովածը մի տեսակ ինքը միս այդ եփվում է, բայց այդ բանը չունի, մի քիչ սենց արյուն, որ մեջը լինի, տարբերություն կա, որովհետև ամուսինս էլ դեռ Հայաստանում որ ապրում էինք, ինքն էլ շատ հաճախ էինք, ասենք, հավաքվում, ինքը դա ասում էր, օրինակ մեր հայկական քյաբաբը, որ սարքում էին, հա, ինքը նախապատվությունը տալիս էր ավելի շատ քյաբաբին, քան խորովածին։ Հա, որ գոնե շատ չորացրած չի, էլի։ Այո, այդ տարբերակով իրենք մսի տեսականի շատ են, մսակեր են, շատ։
նախընտրում են կան այստեղ մեզ մոտ օրինակ մեր քաղաքում ռեստորան կա, ինքը անտառում ապրող կենդանիների հենց միայն այդ միսն են, այդ տեսակներն են մշակում են ու հետաքրքիր սոուսներ ունեն իրանք, կիսաքաղցր սոուսներ ունեն, որը համադրում են մսի հետ։ Բավականին հետաքրքիր է։ Ես փորձել եմ ամուսինս էլ սերունի պատրաստելու հետ, եթե ժամանակ է ունենում, ինքը գերմանական ճաշատեսակներ է պատրաստում։ Աճույքով ամբողջում ենք այդ ամեն ինչը։ Ես ընդհանուր առմամբ գտնում եմ, որ պետք է ամեն ինչ սովորել, փորձել, իրենք նաև կարտոֆիլով շատ տեսականի ունեն ճաշատեսակների։ Ուղղակի մենք սովորենք մեր համային նոտաներին, իրենք իրենց համային, այդ տարբերությունը մենք մի քանի քաղաքներում էլ եղել է ժամանակ առ ժամանակ շրջագայել ենք, միևնույն է, փորձում ես խոհանոցը, լավ է, փորձեցի, բայց ասենք 3-4 անգամ չեմ ուտի հաստատ։ Միևնույն է, մեր հայկականը ուրիշը։ Բայց փորձում եք միքսեք հայկական ու գերմանական խոհանոցների ինչ-որ գերակրատեսակները, չգիտեմ, օրինակ մեր տոլմայի մեջ ինչ-որ մի նորություն մտցնեք իրանց կողմից։ Չէ, տոլման ինքը իր համեմունքներով պետք է լինի, իրանք այդ համեմունքները չունեն։ Փորձում եմ զուտ այն առումով, որ իրենք ուտում են ենթադրենք միս, բանջարեղեն եւ սոուս։ Օրինակ մենք կարող ենք միրգը սալաթի, ներողություն, միսը սալաթի հետ ուղղակի առանձին աղցանանել, միասին ինչ-որ կողքը, բայց առանձնակի սոուսների վրա մենք տենց առանձնակի ուշադրություն չենք դարձնում, չէ՞, ուտելուց։ Բայց իրանց մոտ պարտադիր է, իրենց այդ ուտեստների մեջ այդ 3 ինգրեդիենտները պարտադիր պետք է լինի։ Դե քիչ-քիչ արդեն մեր մոտ էլ ոնց որ սոուսները տարածված են, չէ՞, արդեն խանութներում կա, բայց ոնց որ մեր քիմքին դեռ սովոր չենք, էլի։ Նոր ինչ-որ բան փորձելը շատ հետաքրքիր է, որ դու ինքդ էլ հասկանաս, ինչ-որ մեր հայկական կուլտուրայում սուշի չկար, չէ՞, վերջին տարիներին տարածված է։ Հիմա բոլորն էլ գրեթե բոլորը սիրում են, ովքեր որ ձկան սիրահար են, ամեն դեպքում փորձում են։ Ես էլ սիրում եմ փորձել, եթե ինչ-որ նոր բան է, չեմ հրաժարվի, կփորձեմ, կհավանեմ, դա արդեն ուրիշ հարց է։ Չեմ հավանի, բնականաբար էլ չեմ փորձի։ Նորմալ է։ Այդպես։ Գերմանիայում հայ համայնք ունենք, դուք հասցնում եք շփվեք մեր հայրենակիցների հետ ընթացքում, կարոտ է գոնե այդպես ոնց որ մոտիկից վերցնեք էլի ձեզ։ Այստեղ մեզ մոտ Նոյեմբեր քաղաքում մենք ունենք շատ լավ հոգևոր առաջնորդ, ես անձամբ իհարկե չեմ ճանաչում, պարզապես լսել եմ բավականին շատ հայեր կան, որ իրենց կարծիք լսել եմ, որ շատ գոհ են, ինքը բոլորին այդպես հավաքում եկեղեցի ունենք, քանի որ Ֆրանկֆուրտում հայկական եկեղեցի, մենք ապրում ենք Ֆրանկֆուրտից, փոքրիկ քաղաք է, Էշբորն է կոչվում, դա ավելի շատ բիզնես կենտրոն է, այստեղ հայեր շատ չեն, կան, բայց շատ չեն, եւ բնականաբար հիմնականում համայնքը այնտեղ է ձևավորվում, որտեղ որ ավելի թիվ բնակեցված են հայերը։ Օրինակ Քյոլնում ունենք մենք Համբուրգում Զարթոնք միություն կա, որ բավականին շատ են աշխատում, օրինակ երգչուհիների հետ են, դերասանների հետ են ներկայացումներ են դնում, ինչ որ միջոցառումներին հայ երգիչներ են հրավիրում, բայց կոնկրետ մեր քաղաքում չէ։ Միգուցե ես նոր եմ եկել, բայց եթե լիներ, հաստատ ես կիմանայի, որտեղ հետաքրքրվել եմ։ Հա։ Որը օրինակ ինչ որ մի հատ հայկական տոն է, այսինքն դուք կարող եք միանալ մեր համայնքին, ինչ որ հեռու քաղաք ուղղակի պիտի գնաք, էլի։ Այո։ Գիտեք ոնց են կազմակերպում, հրավերներ են անում, ենթադրենք մենք ունենք այստեղ ընկերներ, իրենք ասում են, գիտեք ինչ նոր ընտանիք է այստեղ կազմավորված, ասում են անպայման իրենց էլ հրավիրեք։ Միասին գնում ենք, այդտեղ տաղավարներ, ամեն երկիր իր տաղավարը ներկայացնում է։ Ու դա հետաքրքիր է, այդ վրանները դրված, մարդիկ նստած, որ երկրի ճաշացանկից ուզում ես կարող ես օգտվել եւ մեր հայկական խոհանոցի բույրը միանգամից դու զգում ես, որ ինքը տարբերվում է եւ հերթն ես նայում, ասում ես դե փառք Աստծո, ուրեմն մարդկանց դուր է գալիս։
Հա։ վերջերս նման առիթ ունեցանք մասնակցելու, շատ հետաքրքիր էր, շատ Հա։ հետաքրքիր էր։ Իհարկե ես դեկտեմբեր ամսին պատիվ ունեցա գտնվելու Սերգեյ Սմբատյանի Եմեր ֆիլարմոնիայի կամերային սիմֆոնիկ նվագախմբի համերգը գնացինք մենք Արամ Խաչատրյան լսել գերմանական հանդիսատեսի հետ, դա շատ պատվաբեր էր այն առումով, որ դու տեսնում ես ոտնկայս ոնց են մարդիկ ներողություն, ոնց են մարդիկ ծափահարում, Արամ Խաչատրյանի վերջում վերջաբանությունը լինում էր սուսերով պարը, դուք շատ հպարտ ես զգում, որ դու հայ ես։ Էդվարդ Միրզոյանի այո երաժշտությունը լսեցինք, շատ տպավորված էի։ Ու հանդիսատեսը գերմանացիներ էլ կային։ Մեծ մասամբ գերմանացիներ էին եւ պլյուս հայեր, ովքեր որ լսել էին, որտեղ իրենք ճանապարհորդել էին ամբողջ Գերմանիայով 16 քաղաքներում, եթե չեմ սխալվում, իրենք համերգներ տվեցին։ Դա բավականին մեծ ճանաչեն հայ արվեստը, հայ երկարվեստի երաժշտությունը լավ տեսանկյունից ոչ թե միայն այդ իհարկե լինում է եւ ոչ որակյալ երաժշտություն են բերում ներկայացնում այստեղ Գերմանիայում, բայց դա մերը չի։ Դա ինչ որ վակացու է, ուղղակի այսօր դրա պահանջարկը կա, երևի թե լսող առանձին կա, առանձինը, հա։ Բայց դե որակյալ երաժշտությունը, որովհետեւ իրենք մի ազգ, որ տվել է Բախ, Բեթհովեն, Գյոթե, իրենք բնականաբար անկախ ամեն ինչից ինչքան էլ սերունդը փոխվի, իրենք բավականին տիրապետում են։ Ճաշակը ուրիշ է, էլի մեկը։ Այո։ Շատ ոգևորիչ է, էլի, որ իրանք ոնց որ գնահատում են, թեկուզ մեր հայկականն է, իրանցը չի։ Իհարկե։ Կամ տեղեր որ լինում ես, ասում եմ Հայաստանից եմ, ասում են դա որտեղ է։ Տենց այդպիսի մարդիկ էլ կան, ու դա ինձ ցավ է պատճառում, որովհետև այսօր ես ոչ մի ազգի հանդեպ ոչ մի բացասական տրամադրվածություն չունեմ, բայց ներքին խանդամոտ առաջանում, ինչու պետք է ամեն տեղ դու տեսնես թուրքական Իստանբուլ ռեստորան կամ թուրքական ինչ-որ մեղեդի բարձր, որ միացրած լսում են իրենց սրահներում կամ ճաշարաններում, նույնիսկ փողոցով որ անցնում ես, դու դա լսում ես, բայց քո հայկականը չկա։ Թեպետ երևի թե մենք ամեն դեպքում հյուր ենք այստեղ։ Բայց կանանց հյուր, բայց արդեն տնավորվել են, ոնց որ գիտենք, որ մեծամասնությունն է իրան։ Հա։ Իրենք դա ունեն իրենց մեջ, այդ տնավորվելը, պատմությունով էլ գիտենք լավ, կանրադառնում։ Ինչևէ, ես ինչքան հայեր այստեղ հանդիպել եմ, շատ լավ շփումները, մինչև օրս եղելաքնության ժամանակ ծանոթացել եմ մի ընտանիքի հետ եւ մինչև օրս շփվում ենք, եթե չտեսնենք էլ գոնե ամսվա մեջ, անպայման մեկս մյուսին զանգահարում ենք։ Շատ հաճելի է, երբ որ օտար երկրում դու հայկական ինչ-որ ելևէջներ ես լսում, ու անմիջապես դու ես արձագանքում, որ ես էլ եմ հայ։ Իսկ փորձում եք հայկական տոները նշեք, որ թեկուզ մենակ էլի հայի հետ չեք կանչում, բայց մենք հայկական տոներով էլ նշում ենք։ Այ օրինակ նոր տարին եւ գերմանական ոճով եք նշում, երևի դեկտեմբերին մի հատ, հետո դեկտեմբերի 31-ի մեր ձևով։ Ահա, ամսի 24-ին երեկոյան այստեղ Սուրբ Ստնեդյան պատարագ հատրվում եկեղեցիներում մասնակցում եք, այնուհետև արդեն տանը հավաքվում եք։ Ես տարի իհարկե անցյալ տարի շատ հրաշալի Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա արարողություն միասին նշեցինք իմ հարազատների հետ։ Հայաստանից էին եկել Գերմանիա մեզ հյուրընկալեցին եւ այստեղ հարազատներ ունեմ, որ ապրում են ուրիշ քաղաքներում։ Միասին անցկացրեցինք եւ դա իրոք հայկական են հոտը պահպանվել էր, համու հոտը պահպանվել էր միասին անցկացնելու։ Ամսի 5-ին էլ մեր արդեն Սուրբ Ստնեդյան առիթով ծրակալույցը։ Հա, ամուսնուս հետ գնում ենք եկեղեցի երեկոյան, այդ պատարագին ենք մասնակցում, այստեղ իրենց եկեղեցական պատարագներն էլ շատ հետաքրքիր տեսնել։ Ինչո՞վ է տարբերվում մեր պատարագներից։ Իրենց մոտ դու կարող ես գրքեր են դրված,
որ դու կարող ես բացել երկացանկ ավելի շուտ, որ դու կարող ես այդ շարականները իրենց հետ երգել։ Օրինակ մենք Հայաստանում չունենք, այստեղ նստարանների հետնամասում դրված են գրքեր փոքրիկ, որոնք որ բոլոր շարականներն են այդ օրվա տոնին համապատասխան, ու դու կամ թղթիկներ են տպում, մուտքից որ մտնում ես, իրենք բաժանում են քեզ, եւ դու կարող ես Խահանան, որ արդեն արարողությունը տանում է, երգեհոնը այնտեղ նվագակցում է եւ դու կարող ես բոլորը միասին երգում են։ Հա։ Բայց հետո որ պատարակի կեսից օրինակ մտակ դե երկացանկը տվել են, բայց ո՞նց են մարդիկ կողմնորոշվում, որ մասից թե արդեն անգիր հիշում են երևի։ Դե հիմնականում եկեղեցի ովքեր են գնում ավելի հավատացյալ մասան, որտեղ երիտասարդները այսօր շատ քիչ են, այստեղ ավելի շատ չեմ ասի աթեիստ են, բայց ամեն դեպքում այդ հավատը չունեն։ Օրինակ Հայաստանում մեր հավատը, մեր եկեղեցի մտնում են երիտասարդներ, մեծեր, չէ, տարբեր տարիքային սահմանափակում չկա, երեխաների հետ, այստեղ մի քիչ տարբերություն կա, մի փոքր, ես նկատել եմ, ես նորից եմ ուզում ասել, որ քանի որ մեր քաղաքը փոքր է, միգուցե ես իմ տեսահորիզոնով եմ էլի ասում, այսպես ասած, բայց միգուցե ուրիշ քաղաքներում հնարավոր է, որ այդ պատարագի արարողության ժամանակ մեծ եկեղեցիներում այդ կաֆեդրալները, որ իրենք ունեն, միգուցե այնտեղ անցկացվում են, բայց համենայն դեպս շատ սիրուն է իրաց ճարտարապետությունը, ես շատ սիրում եմ Գերմանիան, որ կարողացել են պատերազմից հետո անգամ իրենք պահպանել այդ կառույցները, այդ դղյակները, որ ասենք դրանք արդեն պատմական նշանակություն ունեցող կոթողները, որ մեր Հայաստանում այդա կուզեի, որ հինը նորի համադրություն լիներ, օրինակ Ֆրանկֆուրտ քաղաքը ինքը հին եւ նոր է։ Որ ոտքի քայլը դնում ես, արդեն ինքը ավելի ժամանակակից կառույց ունի, բայց Հայաստանում այ մեր հինը պետքա պահվի, որովհետեւ էլի անեն որակյալ ճաշակով շենքեր կառուցեն, որտեղ ժամանակը անցնում է, բնական է, պետք է բաներ կա, որ փոփոխվեն, բայց պատմական արժեքներին չպետք է ձեռք տա։ Հա։ Ինչ է Գերմանիայից կտեղափոխեիք Հայաստան, որ շատ եք հավանել, գիտեք, որ այդ պակասում է Հայաստանում, որ օրինակ մեր կյանքը ավելի լավ կլիներ դրանով հանդերձ։ Կանաչը ինչ առումով եմ ասում, մեր օդը այսօր Հայաստանում շատ աղտոտված է, իսկ այստեղ, եթե դու իրավունք չունես մի հատ ծառի կպնել, դու պետք է տեսնեք, ասենք ծառերի վրա թվեր են գրած, այսինքն դա այդ թվի ու համարակալված են, շատ խիստ է այդ առումով, իրավունք չունես անգամ մի աչուխ պոկես, իսկ Հայաստանում այ դա շատ կուզեի, որովհետև այսօր ծաղիկներ, ամեն տեղ ծաղիկներ են, իրենց ասենք բակային հատվածը բացի նա, որ երեխաներ ունեն խաղալու հնարավորություն, խաղահրապարակներին կից, ոնց քեզ թվում է անտառի մեջ են այդ խաղահրապարակները։ Այ նշանակությունը շատ են տալիս։ Կանաչապատմանը շատ մեծ նշանակություն են տալիս։ Պարտադրում է քաղաքապետարանը իրենց, որ դուք ձեր շենքի բակում պետքա պարտադրել, եթե դուք չեք անում, ուրեմն պետք է գումարմուծեք, որ մասնագետները իրենք այդ կանաչապատման աշխատանքները անեն։ Դա ինչ շատ Հա։ Եղանակային պայմաններն էլ է ամեն դեպքում օգնում, որ ենթադրում եմ շատ չեն ջրում, չէ, շատ չեն ոնց որ ասած հետևում խնամում։ Խնամում են։ Խնամում, այո։ Տեխնիկայի առումով խնդիր չունեն, որովհետև ունեն բավականին զարգացած երկիր է, համաչափությունը դուք պետք է տեսնեք ծառերը, երբ որ տնկում են, երևի թե սուտ չեմ ասի մետրով որ չափեք, այդ արանքները մեկը մյուսի նկատմամբ նույն հեռավորության վրա է տնկվում։ Շատ ուշադրություն են դարձնում քաղաքի տեսքին։ Հետո գիտեք ինչն եմ նաև կարևոր, օրինակ աշխատանքի մասին, հա, խոսեցինք, ես էլ կուզեի օրինակ Հայաստանում, որ շաբաթ-կիրակի օրերը մարդիկ ուղղակի հանգստանային։ Հա։ Ուղղակի, որովհետև ի վերջո ինչքան էլ գումար աշխատես, նույնա դուրս գալիս։
Շատ էլ աշխատես, քիչ էլ աշխատես, ծախսը մնում է նույնը։ Այսինքն մենք պետք է կարողանանք հանգստանանք։ Ես որ տեսնում եմ ստեղ տատիկ պապիկները ոնց են ծերանում։ Չի հայրենիքում է տենց չի։ Չէ՞ որ իրենք էլ են մեր տատիկ պապիկներն էլ են արժանի այդ սիրուն ծերունական այդ իրանց վերջին այդպես ասեմ ժամանակները գոնե կարողանան վայելեն։ Պարտադիր հեծանիվներ են քշում, պարտադիր հետևում են իրենց առողջությանը, դա ոնց որ շատ մեր հայ կանանց ասեմ, հա, ավելի շատ կանանց անդառնամ, ամեն ինչ կանեն, վերջին այն իրանց ճիքերը կդնեն, որ ամեն ինչ տեղը տեղին լինի, իրանց անձը կդնեն հետին պլանում, իսկ այստեղ դա այդպես չի։ Իրենք ամուսիններով կտեսնես փողոցում քայլում են զույգերով են, տատիկ պապիկներ, իրար ձեր բռնած կամ հեծանիվներով, մեկը մյուսի հետևից կամ մեկ փոքրիկ մեքենաներով իրենք այստեղ ունեն համապատասխան պետությունը ամեն ինչի մասին մտածում, ամեն ինչի, նույնիսկ այդ դետալների մասին։ Դա կուզեի, հետո հարգանքը մեկը մյուսի նկատմամբ, ոտքը դրեցիր, որ քայլես փողոցը անցնես, մեքենան արդեն այն մյուս կողմից կանգնում է։ Եթե չի կանգնում, ուրեմն գերմանացի չի։ Ուրեմն այլազգի ավարորդը։ Ապա ինձ ուղղակի շշմեցնում է այդ փաստը, ոնց են մարդիկ այդ համբերությունը ժամերով գիտեք հերթ կկանգնեն։ Եթե մենք գալիս են ծաղիկներ գնելու, հա, ես իհարկե վաճառքի հետ գործ չունեմ, ես աշխատանքն եմ հիմնականում անում, առանց մի վայրկյան մտածելու մեկը մյուսին հարգալից կսպասեն համբերատար, մինչև մեկի պատվերը վերջանա մյուսը։ Իսկ ես Հայաստանում եղել եմ, որ աշխատել եմ ծաղիկի խանութում, մի հատ մի մարդ կմտնի, կասի, ես շտապում եմ, ինձ արագ սպասարկեք, ես գնամ, բայց մարդիկ ինչ են անում։ Հարգանք, այսինքն դա տարական հարգանք է, որ պետք է մեկը մյուսի հանդեպ ունենան, էլի։ Հանդուրժող չենք, էլի, բայց ես էդ էլ քիչ կփոխվի երևի։ Հուսամ կփոխվի, որովհետև մեր այս վերջին տարիներից ելնելով այդ հոգեվիճակում, որ մեր ազգը կապ չունի դրսում են, թե Հայաստանում են ապրում, դա մեզ շատ փոխեց։ Հուսամ, որ ամեն ինչ դեպի դրականը կգնա տարիների ընթացքում, հետո մի կողմից էլ ավեստ անցուդարձը, որ շատ են Հայաստանից գալիս հիմա մանավանդ տուրիստական ճանապարհով, շատ են գալիս, գոնե այդ կուլտուրան ամեն մեկը կտեսնի, կհասկանա եւ կտեղափոխի իր ընտանիք, որովհետեւ հայրենիքդ ընտանիքից է սկսում, ինքդ քեզանից է սկսում ավելի շուտ։ Հա, իհարկե։ Իսկ բուժ սպասարկումը։ Ոյ, այդ իմ ցավոտ տեղն է։ Հա։ Այս շատ ենք լսում, որ եվրոպացիները, ոնց որ մեր հայերը էլի, Եվրոպայում, որ եթե վիրահատության խնդիր ունեն կամ մի բան, ոնց որ իրանք այդքան չեն վստահում այդտեղի բժիշկների, ոչ թե գործիքների սարքավորումներին, այլ բժիշկներին։ Ու հիմնականում ոնց որ գալիս են Հայաստան, վիրահատություն անում ու հետ գնում։ Ձեր համարել է այդպես։ Վստահելու առումով չի ասի, որովհետև այստեղ կան բավականին լուրջ բժիշկներ, բավականին լուրջ։ Պարզապես իրանց այդ համակարգն է շատ հետաքրքիր, քանի որ բոլորը արվում է ապահովագրությամբ, հա, առողջական ապահովագրություն ունեն բոլորը։ Դա պետք է դու հերթագրվես, այսինքն եթե դու ունես խնդիր, գնում ես կոչվում է house arrest, այսինքն դու գնում ես ոնց էր մեր պոլիկլինիկաները, հա։ Գնացիր բժիշկի, ասում ես ես խնդիր ունեմ, հա, մինչև բժիշկի գնալը քեզ տերմին են անում։ Դա կարող է տևել 4 ամիս հետո քո օրը ժամը գալիս է։ Դու 4 ամիս հետո, այսինքն ենթադրենք, ինչ որ տեղը ցավում է, դու որոշես բժիշկի գնաս, մինչև բժիշկի տերմինի օրը գալու, ցավը անցնում է։ Կամ էլ ասեմ, ես անդամ սովորել եմ մեր բանը նային պայմաններում մեր գիտելիքներով հայկական ձևերով հա տալիս են, եթե իհարկե լուրջ խնդիր չի, հա լուրջ խնդրի դեպքում իհարկե շտապօգնությունը վայրկյանական հարցին լուծում է տալիս, հետո այստեղ կան ուղղաթիռներ, որոնք նույնպես վայրկյանական առաջին բուժօգնությունը ցուցաբերում են, էլի։ Հա։ Մեր մոտ օրինակ Հայաստանում եթե մեկը պարկի գետնին
լավ չզգա իրեն պարկի գետնին, շատ մարդիկ կհավաքվեն, փոխեն առաջին բուժօգնությունը հաստատ կցուցաբերեն։ Այստեղ ինչ որ վախեր կա։ Այստեղ քիչ տարբեր այդպես չէ, այսինքն եթե գերմանացիներ լինեն շուրջը, կարծում եմ իրանք ավելի խուսափում են, այսինքն այդ չափը իրենց մոտ շատ խիստ է դրված, էլի, իրավունք ունեմ ես մարդուն մոտենամ։ Մեր մոտ երեխա ես փոքրիկ տեսնում, սիրուն երեխա ես տեսնում կամ առհասարակ, ենթադրենք տրանսպորտ ես նստել։ Ուզում ես սիրես այդ երեխային, չէ՞, ու մեզ մոտ դա նորմալ է։ Իսկ այստեղ դու եթե երեխուն հանկարծ ոչ բոլորը իհարկե, բայց դա էլ կա, դա էլ է, ասում եմ, ինչ որ ինձ զարմացրել է, էլի այսպես ասեմ։ Կարող ասենք ուզենաս sense մի հատ բանը թաթիկը բռնես կամ բան, կարող է իր մամային դուրս չգա։ Դու պետքա հարցնես, կարող եմ, նույնիսկ շներին են, այստեղ կենթանասեր են շատ։ Շներին, եթե շունը դուրը տեկա, ուզում է, պետքա հարցնես, կարող եմ մի հատ բան անել, մոտենալ ձեր շանը։ Այսպիսի կարծրատիպեր ունեն, անկախ ամենից ես ոնց անտարբերություն լինի ավելի շուտ, չէ՞, քան թե ոչ թե անտարբերությունը, չէ, ես մինչ այդ գիտեի մտածում եի գերմանացիները սառն են, բայց այստեղ ապրելու ես հասկացա, որ դա տենց չի։ Իրենց բանը, սիստեմն է այդպեսին։ Մարդը, որտեվ ինքը իր չափի մեջ պետք է լինի, այդ դիստանցիան իրանք չեն սիրում անցնել։ Խախտեն։ Այդ մտերմությունը պետք է լինի շատ դանդաղ ու աստիճանով, իրանք պետք է շատ ժամանակ, որ իրանք կարողանա վստահեն մարդուն։ Այսինքն դու ենթադրենք Կիրակի օրը ուզում ես զանգահարես ինչ-որ մեկին, հա, մեր Հայաստանում, ու հանգի զանգահարում ես առանց մտածելու մի վայրկյան։ Իսկ ստեղ դու մտածում ես, բայց այսօր իր հանգստի օրն է, ես իրավունք չունեմ իր հանգիստը խանգարելու։ Այ այսպեսի բաներ կա, բայց որ արդեն մտերմություն է լինում, օրինակ ես գոլեգաներս գերմանուհիներ են, մենք արդեն այդ խնդիրը հաղթահարել ենք։ Հա, այդ խնդիրը հաղթահարել ենք ու շատ դրական է մեր հարաբերությունները։ Բավականին դրական։ Ամեն դեպքում հաղթահարել եք, որովհետև իրանք գիտեն, որ դուք բնույթով ոնց որ իրենց պես չեք, չէ՞, բայց այսինքն գերմանացին գերմանացու հետ նույն սահմաններով է շփվում։ Մի քիչ բան է, հարաբերական հարց է։ Այսինքն իրենք պետք է մարդուն համարում են շատ մտերիմ, եթե համարեցին շատ մտերիմ, այդ ժամանակ իր հետ, իրենց մի քիչ ժամանակ է պետք, որ իրանք այդ մարդուն համարեն, թողեն իրանք դաշտ, կամ թողեն, կամ չթողեն։ Եթե թողեցին, ուրեմն վերջ, ուղն ու ծուծով կնվիրվեն քեզ։ Այդպիսին է։ Հետաքրքիր տարբերակ է։ Հա, հետաքրքիր են իրենց տեսակով, իրանք էլ մեր նման շփվող, անմիջական, ես չգիտեմ, ես մինչև հիմա վատ ինձ որ ասում են, ես մինչև հիմա վատ գերմանացու չեմ հանդիպել։ Հա, ընդհանուր դեպքեր չենք լսում, չէ՞, հետաքրքիր է, որ վատն են, ուղղակի միշտ ոնց որ լսենք, որ սառն են իրանք բնույթով։ Սառը չէ, գերմանական ճշտապահությունն էլ է հետաքրքիր, չափի մեջ։ Հա։ Էլի նույն գերմանական ճշտապահությունն է, էլի ամենտեղ։ Հա։ Ու ես գնահատում եմ այդ, ես չգիտեմ, շատ կուզեի, որ Հայաստանում էլ ամեն ինչը այդպես լիներ։ Դրանից է գալիս եւ այդ խանութի հերթերը, որ ասում եք այդպես է, թեկուզ բժշկական այդ հարցերը կամ մյուս հարցերը լրիվ ճշտապահության հարց է, էլի։ Ամեն մեկը իր տեղում լինի, իմանա ինչ պիտի անի։ Իրանք շատ դիսցիպլինայով են։ Հա։ Մենք մի քիչ այդ առումով իհարկե շատ որակներ կա, որ ես շատ կուզեի, որ իրենք մեր նման լինեին։ Այսինքն կարելի է միքսել երկու ազգի իրար։ Դրա համար ես ամուսնուց։ Այ օրինակ այդտեղ հա, ի՞նչն է այդտեղ վատ չասենք, լավ, բացասական ասեմ ձեզ համար, որ երբեմն մտածում եք, ասում եք, ինչ լավ է, որ Հայաստանում այս բանը այդպես չի, էլի։ Դե արդեն ոնց որ ասեցի, բանը բժշկական այդ թեմաները, սպասարկման ոլորտը, օրինակ սպասարկման ոլորտն էլ մեր մոտ շատ արագ են աշխատում։ Այստեղ չէ, այստեղ պետքա մեյլ գրես, պարտադիր։ Այստեղ քննության մեջ, գերմաներեն քննության մեջ բոլոր մարդիկ ունկնդիրներ, ովքեր որ քննության մասնակցել են, իրենք հաստատ կհաստատեն իմասույթը 20 բալ միայն տրվում է նամակ գրելու 20 միավոր։ Հա, այդ նամակը շատ կարևոր է, որովհետև դիմելաձևերից սկսած։ Որովհետև այստեղ ամեն վայրկյան իրենք նամակ են գրում, պարտադիր իրար մեյլ են գրում։
դու ամեն օր քո post-ը ստուգում ես, նույնիսկ շենքի post-ն ես ստուգում, որովհետև ամեն վայրկյան քեզ նամակներ է գալիս ու մի ամսվա մեջ դու բավականին մեծ թղթապանակ ես ունենում։ Հայաստանում օրինակ այդպես չի։ Միգուցե հիմա ուզում են ինչ-որ բաներ փոփոխեն, բայց չունեմ ասելու։ Հայաստանում չեմ լսել։ Հա, բայց այդտեղ գրեթե ամեն օր, այսինքն մարդիկ պետքա նաև շատ հարցերում նաև պետքա լավ գոնե տիրապետեն հաշվապահական հարցերի, որտեղ նայած իհարկե մասնագիտությունից ելնելով, հա, պետք է ինֆորմացված լինեն, ընդհանուր առմամբ պետք է ընդհանուր մի հատ զարգացվածություն ունենան։ Հա, գիտակից ապրեն էլի։ Հա։ Դե լավ կողմ է ամեն դեպքում։ Եթե Հայաստանում էլ մենք էլ շատ հարցերին ոնց որ մատերիալանքով չնայենք, թեկուզ նոր օրենք են ընդունում, ամեն կողմից ուսումնասիրենք, վատ չի ամեն դեպքում էլի։ Օրինակ ընտրություններ ա լինելու մարտին մեր ռեգիոնում, մեզ այսօր նամակներ եկել են։ Հա։ Ովքեր են լինելու, երևի ցանկը։ Նամակը հրավերի ձև կա, որ իրենք խնդրում են, հաճույքով կսպասեն մեզ, որ մենք ներկա գտնվենք, ասեն դիմել ձևը, որը որ ասած мелочь, но приятно։ Հա։ Հետադարձ պատասխանել պետք է, բայց երբեմն ուղարկեք այդ նամակներին։ Կան նամակներ, որ պետք է պատասխանել, կան նամակներ, որ չէ։ Ոնց հետադարձ։ Հա, եթե հետադարձով այնտեղ ծրարների մեջ իրենք հետադարձ բաններ են ունենում, նշումներ ունենում։ Այ հետաքրքիր է, եթե աշխատանքի պիտի ընդունվեք, մեր մոտ դե ռեզյումե ենք ուղարկում ու այդպես էլ պատասխան չենք ստանում հիմնականում գործատուներից։ Անգլիայի մեր հյուրը պատմեց, որ հետադարձ նամակ է գալիս, որ օրինակ ձեր ռեզյումեն կարդացել ենք, ես իշպանում թերություն կա, ոնց որ չեք համապատասխանում, այս բանը փոխեք, ենթարեք կամ չգիտեմ, ձեր մասնագիտացումը մի քիչ այս մակարդակի սարքեք, այդտեղ էլ է այդպես։ Ոնց է լինում էլի աշխատանքի ընդունվելը։ Դե իմը կոնկրետ, քանի որ ես անցա աշխատանքի, ինձ ավելի հեշտ եղավ, որտեղ միանգամից ասեցին ինչ որ բան, որ խնդրենք պատրաստեք, եւ ասեցի ինչ պատվեր ունեք, ասեցին 55 հատ վարդով փունջ։ Ես 55 հատ վարդով փունջ պատրաստեցի, մինչ այդ ես իմ նկարներն էի ցույց տվել, ինչ որ Հայաստանում ձևավորումներ էին կարել, այդ կինը աչքերս այդ կլորացած ասեց, բայց մենք այդքան չենք կարող բարձրացնել։ Ասեցին մեզ անհրաժեշտ է ուղղակի լեզվի խնդիր կա, որ պետք է աշխատել, ժամանակի առումով էլ հանգիստ է, ասեցին լավ, թող այս փունջը մի խոսքով պատրաստեցի, ասեցին այսօրվանից կարող եք մնաք աշխատեք, ասեցի այո։ Այսքան ռեզյումե բան դուք չեք ուղարկել էլի, միանգամից փորձով, պրակտիկայով ընդունվել եք։ Հա։ Ես էսպես, բայց շատ դեպքերում լսում եմ, որ աշխատանքի համար ենթադրենք շատ թղթեր են ուզում, ամենակարևորը այստեղ ապահովագրությունն է, դա պարտադիր նախապայման է։ Հա։ Ապահովագրություն այսինքն կարգավիճակը։ Հա։ Չէ, ապահովագրություն նույնիսկ եթե աշխատող մարդ էլ չի, էլի պետք է ապահովագրություն ունենար։ Այո, դու պետք է ապահովագրություն ունենաս, որպեսզի կարողանաս առհասարակ։ Հա, դա կարևոր է իրանց համար։ Թղթերի համար նայած հետո ով ինչ կարգավիճակում ապրում, ենթադրենք արտասահմանից եկած այլազգիներ, այդպես ասեմ, որտեղ խանութներում այսօր քանի որ տարբեր ազգերից այստեղ ամեն վայրկյան կարող ես տեսնել, նույնիսկ մոռացված ազգերից մարդը կարող ես տեսնել, բայց այդ պահը կա, որ դու ինքդ թղթերդ պետք է հասկանաս, ինչ ես ներկայացնում, կամ ովքեր որ պետության հաշվին են ապրում այստեղ, իրենց էլ են բավականին խիստ են մոտենում, ինչ թղթեր պետք է անպայման ունենալ, ինչ չափանիշներ կան, որ համապատասխանական հայեր գիտեն, որ բժշկական ծրագրով են եկել այստեղ։ Նա շատ ինդիվիդուալ է այդ առումով, էլի։ Հա։ Հայաստանից ինչը կբերեք ձեզ մոտ, որ ավելի հանգիստ ապրեք, ավելի թեթև ապրեք։ Ես մի բան գիտեմ, որ այս կյանքում մարդ պետք է շնորհակալ լինի այն ամենի համար, ինչ ունի։
ինչ որ բան բերելու սերն է, կարոտն ու սերը, որ քո սրտում է, դու արդեն ուր գնաս, դա քո հետ է, անբաժանելի մասնիկը դա։ Ես կյանքում երբեք չէի մտածել, որ ես կարող եմ կյանքիս մի շրջան լինի, որ ես Հայաստանից բացակայեմ, երբեք մտքովս չի անցել, թեպետ շատ հնարավորություններ եմ ունեցել, նույնիսկ 90-ականներից սկսած, որովհետև իմ շատ ընկերուհիներ ունեմ, գրեթե բոլոր երկրներում ունեմ հարազատ մարդիկ, որ մասնագիտությունս էլ այնպիսին էր, որ կարող էի հանգիստ աշխատել, բայց չեմ երբեք մտքովս չի անցել առանց Հայաստանի օդի, մաքսիմում իմ բացակայումը եղել է 3 ամիս Հայաստանից առհասարակ, որտեղ Գերմանիայից եկել 3 ամսից ավել շունչս կտրվում էր, ես չէի կարողանում երկար դրսում մնալ, ու հետ էի գալիս Հայաստան, ու գիտեք, այդ որ տեսնում ես կողքդ բոլորը հայերեն են խոսում, ուզում ես այս բոլորին, ուզում ես ինքնաթիռից իջնում ես, ուզում ես մի հատ ամբողջը գրկես, այդ այն զգացողությունը մոտդ առաջանում, ես թվում է բոլորը զգացած կլինեն, այդ օդը թեպետ հիմա շատ աղտոտված է, այդ զգալի էլ է նույնիսկ, բայց կապ չունի, դու ուզում ես այսպես մի հատ սենց Հայաստանից գրկես, ոնց որ մամայիդ ես գրկում, այդ այնց ուզում ես քո երկիրը գրկես, հա, քո բոլոր սիրելիներին ես գրկում, որտեղ այդ գրկի մեջ բոլոր քո սիրելի մարդիկ ամփոփված են։ Իսկ որ գալիս եք, ի՞նչն է որ պարտադիր ու պիտի փորձեք կամ պիտի այցելեք։ Պարտադիր պիտի այցելեմ տատիկներից, պապիկներից գերեզմանները, դա իմ համար իրենք, որովհետև իմ կյանքում, իմ դաստիարակության մեջ բավականին մեծ ներդրում են ունեցել։ Նույնիսկ ես իմ տատիկից գործած շալն եմ իմ հետ բերել ստեղ։ Դա իմ համար շատ արժեքավոր է։ Շատ եմ սիրում, երբ որ Հայաստան եմ գնում, գնալ օպերային համերգներ, որտեղ ես ինքս Հայաստանում լինելու ժամանակ գրեթե, եթե ոչ ամեն օր, շաբաթվա մեջ գոնե մի քանի օր գնում էինք ֆիլհարմոնիայում համերգներ, բայց այստեղ նախ շատ թանկ է, հետո ժամանակը սահմանափակ ես կարողանում տեղավորվել այդ ժամանակի մեջ, որտեղ այստեղ աշխատանքը շուտ է սկսվում, շուտ էլ քնում են մարդիկ, որ կարողանան ինչ որ բաներ իրենց թույլ տալել, հա, այդ համերգներ, թատրոն, ֆիլմեր, հետո սիրում եմ ընկերուհիներիս հետ գնալ Դիլիջան, ես Դիլիջանը շատ եմ սիրում, որտեղ Դիլիջանի բնությունը շատ նման է Գերմանիայի բնությանը։ Սիրում եմ հարազատներիս հետ, երբ որ հավաքվում ենք բոլորս։ Քույրիկս, եղբորս, երեխեքի հետ իմ ժամանակը անցկացրել, որտեղ մենք միասին ենք բոլորի հետ, ես այդ ապրել ես բոլորի վրա բան ունես այն ամեն ինչը ոնց որ չէ ասել այդ սերը բան այդ երեխեքի մեջ է եղել ու այսօր նայում ես արդեն մեծացել է սենց բան ես լինում որ այդ պերիոդը իրանց կողքը չես լինում բայց դե էլի փառքած ներկայացնում ժամանակ առ ժամանակ գնալ Իսկ ձեր ամուսինը դե որ ասեմ կարոտում է այդ ճիշտ չի ստացվի ի՞նչն է որ ոնց որ անհամբեր սպասում է որ գաք Հայաստան ու հարազատներից վայելելը հա ինքը մամայից պապայից էլ է շատ սիրում հա ասենք տեղից էլ ամեն ինչ անում է որ իրենք եթե ինչ որ բանի հարկ կա ինքը մի անգամից ասում է դա չի քննարկվում Եթե մաման պապան իմ մորաքրոջս տղաները ընտանիքներով շատ լավ է որ ստացվում է որ կարողանում են գալ գոնե մի քանի օրով անպայման մենք իրադարձում ենք որ միասին մեր տանը անցկացնենք այդ նույնիսկ այդ կար ժամանակը քերոս տղաներ հա քերիսմի խոսքով իմ հարազատները շատ են հորեղբորս տղաները էլի ապրում են Բուլղարիայում իրենք կարողացան մեզ հյուր գալ ես շատ ուրախ եմ ես վերջերս ընկերուհիս ընդ անակնկալ արեց որ պիժամեր լացում էի չէի հանգստանում Իսկ կա մի բան որ ձեր ամուսնու համար տարօրինակ է ասենք որ գալիս եք Հայաստան երբեմն զարմանում է էլի այդ երևույթի համար կամ թեկուզ ծիծաղ առաջացնի իր մոտ սպանտան որոշումներ կայացնելը
ասենք կարող է ենթադրենք արթնանա ու ասենք, որ այսօր գնում ենք ինչ-որ տեղ, հա, քաղաքից դուրս ենթադրենք։ Իրանց մոտ պետք է տրամադրվել, թեպետ օրինակի մոդելա տեսակով, որ երևի թե միշտ որ իմ աշխատանքի բերումով զբաղված եմ եղել, դրա համար իմ պետք է պլանավորում լիներ, սպանտան որոշումներ, որպես այդպեսին չեմ կայացրել, էլի։ Դրա համար ես իրան հասկանում եմ։ Հետո ինքը ուզում է նաև այդ ինքը շատ հավանում է, շատ սիրում է, սկզբից զարմացել էր, որ մենք սրճարանում նստած էինք, գիշերվա ժամը 2-ն էր, ամռանը Հայաստանում։ Ինքս նայում ասում եմ, ինչքան մարդ կա։ Հա, այս ժամին։ Չկա տենց բան։ Հա։ Դե դες ցույց տալու երևի դրա համար չկա, չէ՞, բայց ամռան էլ դու մինչև մեկը մաքսիմում։ Նույնիսկ դա էլ տուրիստները կարող են լինել։ Հա։ Բայց մենք օրինակ ընկերներով կարող ենք ժամը 8-ին աշխատանքից հետո հավաքվենք, միտեղ գնանք միասին նստենք, զրուցենք, չէ, շփվենք իրար հետ, դա մեզ բավարարում է արդեն։ Իսկ այդտեղ, քանի որ քաղաքներն էլ մեծ են, այս կետից այն կետը գնալու համար բավականին բարդություններ կարող առաջանա եւ ժամանակն էլ որտեղ առավոտը 5-ին պետք է արտանա որ գործի պիտի գնան կամ 7-ին պետք է արտանա որ գործի գնան, կարող են 150-200 կիլոմետր քշել եւ գնալ աշխատանքի ամեն օր։ Դա այստեղ նորմալ է, բայց մեզ մոտ այդպես չի, մենք քաղաքը մեր փոքր է, շատ արագ ու ճարպիկ ձևով կարողանում ենք այդ խնդիրները լուծել, այդ հարցերին լուծում ենք տալիս էլի։ Ուղղակի այստեղ ճանապարհներն են շատ լավը։ Գլխավոր այդ մայրուղիները որ կան, իրենք բավականին կան տեղեր, որ անսահմանափակ արագություն է նշանակված։ Դու շատ արագ կարողանում ես հասնես այդ կետին։ Որտեղ էլ խցանումներ լինում է իհարկե, օրինակ մեր մոտ Երևանում այդ կառուցվածքային առումով էլ է տարբեր, այսօր ինչքան շատ են մեքենաները, չէ, իրենց տրանսպորտները գլխավոր մայրուղիով դու ավտոբուս չես տեսնի, որ գնում է։ Իրենք քաղաքների մեջով, այսպես, փոքրիկ քաղաքներ, ոնց որ մեր շրջան բաներով, թաղամասերով։ Ավտոբուսները թաղամասերի մեջով են անցնում։ Այդպես են գնում։ Ժամանակամասով չէ։ Հա։ Այդ իրամսին չի զարմանում, բայց մեր երթևեկության ինքը Հայաստանում չի մեքենա։ Հա։ Որտեղ այնքան փոսեր կան։ Չէ, դե փոսեր արդեն չունենք, բայց ընդհանուր նորմալ է իր համար մեր երթևեկությունը։ Չի, ասում եմ բանը, կարգ ու կանոն չկա։ Հա։ Դրա համար ես ասում եմ լավ, այստեղ ես եմ հանգստանում, այնտեղ դու ես հանգստանում։ Ինչ անենք, բայց մեր երկիրն է, մենք իր թերություններով հանդերձ շատ սիրում ենք, կապ չունի։ Իհարկե։ Չէ, իրան երբեմն կատականում, ասում եմ, ես 95% հայ եմ։ Հա, հայերեն բառեր է խոսում, ասում եմ, հետո թեման խոսում ես, ինքը արդեն հասկանում է։ Կարևորը ձգտում ունի։ Հա։ Ժամանակ չունի, թե չէ, հիմա արդեն բավականին շատ բաներ խոսել արդեն։ Հետո մեր լեզուն էլ դե դժվար լեզու է։ Դե գերմաներեն էլ հեշտ չի։ Հա։ Մի քիչ իրանց ինքը ես գտնում եմ որ բան է, տրամաբանության լեզու է։ Լեզվա մտածելակերպի խնդիր կա։ Հետո մենք վերջավորությունները ունենք, հայոց լեզվի վերջավորություններով, այստեղ այդպես չի։ Այստեղ հետո բոլոր բառերը արտիկլներ ունեն։ Մի խոսքով, ինքը տենց հեշտ լեզու չի, բայց շատ սիրուն լեզու է։ Ես սկզբից որ խոսում էի, որ չի սովորել դեռ, ոյ աստվածանես, ինչ կոպիտ լեզու, փիլիսոփայության լեզու է։ Հա։ Իմ համար է կոպիտ թվացել։ Հա, բայց որ իրենց մոտ է ոնց է մեր հայերենում կան բաներ, չէ, դիալեկտներ, իրենց մոտ էլ է դիալեկտ, ասենք Բավարիայի հողը ուրիշ դիալեկտով է խոսում։ Ես արդեն ֆիլմերը որ նայում եմ հեռուստացույցով տարբերակում եմ արդեն։ Իսկ այլ երկրներ կատարում եք ճամփորդությունների ընթացքում։ Հա։ Ու եք ընդհանրապես գնում եղել։ Մենք գնացել ենք Չեխիա գնացինք Կարլովը վար։
2 Հա։ տարի առաջ այնտեղ Ըհը։ բանի զատիկի օրերին, տոնական օրերին ես ավելի շատ կարողանում Հա։ գնալ։ Ըհը։ Գնացինք Ստրասբուրգ, որ շատ սիրուն էր նոր տարվա օրերին, այդ մորաքրոջ ստրային տանիքում միասին գնացինք Ստրասբուրգ, էլի շատ լավ տպավորություններով հետ վերադարձանք։ Ես առիթ ունեցա ապրիլ ամսին գնացի Բարսելոնա, որտեղ ընկերուհիս ապրում, իմ սիրելի ընկերուհիներից մեկը, միասին էլի 15 օր մնացինք այնտեղ եւ աշխատեցինք եւ ես օգնելու նպատակով գնացի, որովհետեւ ինքը ծաղիկների մեծ խանութ ունի, այնտեղ էլ էր տոնական օրեր, էլի շատ սիրուն էր։ Գնացինք Դալիի թանգարան, մի խոսքով էլի այնտեղ էլ շատ լավ պատտվեցինք։ Հետո գերմանական գրեթե բոլոր քաղաքներում գրեթե եղել եմ, Ֆրանսիա են գնացել։ Դեռ Ավարտեցիք Ֆրանսիան բայց։ Ֆրանսիան երևի քիչ օրերով մնացինք, այդ շատ սիրուն տեղերը չեմ տեսել։ Որտեղ մարդկության տեսակետից շատ են դժգոհում։ Հա, այնտեղ արաբներն էին շատ էին։ Հա։ Մեր Գերմանիան էլ առաջվա նման մաքուր չի, օրինակ այդ ժամանակ, որ ես 10 թվին էի եկել Գերմանիա, ինքը անհամեմատ ավելի մաքուր էր։ Իսկ հիմա ակուրատնի չեն պահում, ոչ թե գերմանացիներն են կեղտոտում, չէ, այլայլքիները, հա, այ դա կա, հետո գիտեք ինչն ա տղաջ, ես ասում եմ ոչ մի ազգի հանդեպ ոչինչ չունեմ, բայց ասենք լաչակավոր կանայք իրենց այդ հանդերձանքով ու նայում ես այդ գլուխգործոց շենքերը ու ասենք իրանց ծամոնը բերանները մի տեսակ տհաճ բան ես ունեն, ոնց որ այդ կոլորիտը չլինի, այդ ֆոնի վրա ոնց որ դա չի տեսնում, հա, չես կարողանում, վիզուալ չես կարողանում համատեղես, կամ այն պիտի չլինի, կամ այն չլինի, էլի, հա, մենք էլ ենք արտասահմանից, բայց դու պիտի հարգում ես, դու երբեք, ես իհարկե Հայաստանում էլ նման բան չի անի, այստեղ էլ չեմ անում, ինչ որ նույնիսկ կոնֆետը կերար, թուղթը ես ինչ որտեղ։ Մենք հայլափոխի նախ կղներ կամ կարելի է, այսինքն դրա կուլտուրան պիտի իմանալ, չէ, որ դրա համար եմ ասում, ամեն մարդ ինքը իրանից պետք է սկսի։ Հա։ Քեզանից, ընտանիքիցդ, երեխաներից երեխաներին պետք է ճիշտ կրթել, դաստիարակել։ Այստեղ այդ այլ ազգի մուսուլմանական ավելի շուտ ազգի ներկայացուցիչներն ինչքան որ տեսել եմ, դա իրանց մոտ բացակայում է, դաստիարակել երեխային։ Բայց հետաքրքիր պետությունը չի կարում, այսինքն վերահսկի այդ խախտումները։ Այնքան շատ են։ Հա։ Որտեվ դեպք էինք լսում, որ նույնիսկ գերմանացին է դիտողություն անում, էլի, եթե տեսնում է, որ իր քաղաքը ինչ-որ մեկը կեղտոտեց, նետեց ինչ-որ կարող են ոստիկան կանչել։ Հա, կարող են ոստիկան կանչել։ Հա։ Այսինքն դու էլ իրավունք չունես ոչինչ ասես։ Հա։ Ես մի օր խանութում կինը թանկարժեք ժամացույցեր գցեց, ասում եմ վերցրեք, ու տենց գլխաշորում, ասենց ինձ թարս նայեց, ասեցի դուք եք արել։ Հետո հետևում իր նման մեկ ուրիշներ ավելի հետասար տարիքի, ինքը չվերցրեց, այն մյուսը կռացա վերցրեց։ Ես դիտավորյալ ասեցի, ինձ դժվար չէր կարողանալ վերցնել, դա իրանից բան չի ներկայացնում, պարզապես այդ, որ իրանց ինչ որ հետաքրքիր տեսակ են իրանք։ Հա։ Հետաքրքիր համ հյուր են, բայց հյուրի պես չեն պահում, էլի։ Չէ, հյուրի նման չեն պահում։ Ես ասենք ավելի մեծ իրավունքներ ունեմ, որտեղ ամուսինը գերմանացի է, բնիկ գերմանացի, զտարյուն, բայց ես աշխատում եմ որպես մարդ, նախ փողոցով քայլում ես, մայթա ենթադրենք, հա, մարդը դիմացի ասում է տատիկա ենթադրենք կամ ինչ-որ կապ չունի։ Երբեք իրենք այդ ճանապարհը մի կողմ չեն քաշվի, որ այդ մարդը անցնի, իրանք չեն զիջի։ Այդ տեսակն են, օրինակ մեր հայերը այդպես չեն։ Հա։ Մենք հայերը երևի այդտեղ այդպես չեն, չէ, բայց։ Չէ, մեր հայերը մեր ուղակի ես չգիտեմ, ես մեր ազգին շատ եմ սիրում։ Հա։ Մեր թերություններով ու առավելություններով հանդերձ, որովհետև մենք ունենք շատ մարդիկ, որ շատ մարդկային են։ Հա։ Մեր բնավորության գծի մեջ կա այդ մարդկային լինելը։ Հա։ Խղճով ենք էլի համել։ Մենք խղճով ենք, հա։
Երբեմն չափից ավելի խղճով ու մաքուր լինելն էլ է մեզ խանգարում։ Վնասում։ Հա, բայց հիմա ի վերուստ քո մեջ դրվել է, Աստված քո մեջ դրել է դա, ուրեմն տենց էլ պետքա լիներ։ Պետքա լինի։ Հա։ Շատ լավ։ Դե հիմա անցնենք մեր վերջին հարցին։ Ես հիմա կասեմ նախադասությունը, դուք կշարունակեք ձեր տեսանկյունով։ Ես իմ անուշ Հայաստանի, ինչն եք սիրում։ Արևահամբարն եմ սիրում։ Մասիվ սան եմ սիրում։ Հա, այն որ կախածա ձեր հետևի պատին։ Հենց Հայաստանից եք բերել, թե տեղից եք գնել, բայց։ Թե Հայաստանից եմ բերել։ Հայաստանից եմ բերել։ Հայաստանից նաև դուր են գալիս, քույրիկս եկել հոպարիս աղջիկը իր աղջիկի հետ։ Տենց սիրուն ես նրանով ամեն առավոտ սուրճ եմ խմում։ Գերմանացիներին, որ այդ բաժակով սուրճ եմ հյուրասիրում, ամուսնուս ընկեր ասեց, ես չեմ գնալու ձեր տնից։ Երանք հացուտելուց հետո այսպես ռիտուալներ, հայկական ջանձեր ունեմ, ասեմ։ Կավից էլի։ Չերուսկիներ բերել։ Հա։ Ես իրանց պահում ու փայփայում եմ, էլի հայկական։ Զարմացրելու լավ բաներ ունեք, էլի։ Հա, հայկական կոնյակներ ունենք, այստեղ սիրուն բառում։ Թեպետ ամուսինս մենակ արուջուր է խմում, բայց կապ չունի։ Հա, չէ, հյուրերին կհյուրասիրեք։ Հյուրասիրում ենք, իհարկե։ Իհարկե, ասեմ ավելին, հետները դնում ենք տանում են։ Հետո ստեղ գրքեր շատ չունեմ, ես կարդալ շատ եմ սիրում, բայց ոչ հեռախոսով կամ ինչ-որ նոթբուքով բան։ Գրքի հոտն եմ սիրում, ոնց որ բլի բան եղբորս ուջուրն է տղան ասում, հարուցս ասում ամեն 5 տարեկան էր, որ իր համար հեքիաթներ էի կարդում քնածներին, որ ասում էր, գիտես ինչ եմ սիրում, ասում եմ, ինչ, իրար հետ հեծանիվ էինք քշում, հասնեցավ, գրքի հոտը, մեկ էլ Անդրեևի հոտը։ 5 տարեկան էր։ Հիմա այդ շուտից ասածն եմ ասում, գրքի հոտը շատ եմ սիրում, որ ես անգամ գամ Հայաստան, բաներ, գրքեր կբերեմ, գրքերս լրիվ մամայինց ստանա։ Ինչ որ բերել էի հետս, դրանք կարդացել եմ, հիմա կանադառնամ արդեն տան, ինչ գրականություն ունեմ, դրանք հետս կբերեմ։ Բայց ես սիրում եմ, որ հայկական գրքեր կարողանաք վերցնեք։ Դե Ամազոնով ես պատվիրում հայկական գրքեր, եթե ուզում ես հայկական գրքեր Ամազոնով ես պատվիրում, գրախանութներում չկան հայկական գրքեր։ Հա։ Թեպետ մենք որ գնացինք Իսպանիա, ես Դալիի գիրքը գերմաներենով եմ առել։ Հա։ Սալվադոր Դալիի գիրքը գերմաներենով եմ առել։ Համել էլի կոգնի, էլի գերմաներեն լեզվին։ Հա, ինքը ինչքան էլ այնքան ճկուն է, ինչքան խոսում ես, այնքան ինքը լցվելու տեղ ունի սենց։ Հա։ Չէ, հետաքրքիր լեզվի է շատ։ Ես որ շուտ իմանայի, որ սենց կլինի, ավելի շուտ կսովորեի։ Հա, շատ հետաքրքիր լեզու է։ Ես որ նոր 0-ից ոնց որ, բայց ամենահետաքրքիրը նաև նա է, որ ինքը այնքան դոմինանտ լեզու է, իմ անգլերենը հետ է գնացել։ Ես ասենք Բարսելոնայից գալիս եմ, այնտեղ ուզում եմ անգլերենով ասեմ thank you, ասում եմ dankeschön։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր։ Դաժե այդ ամենապրիմիտիվ բաները։ Գնացենք Ֆրանսիա, մենք հայերս ասում ենք merci, չէ՞։ Քանտից դուք գալի ուզում եմ ասեմ merci, ասում եմ danke։ Դե որ արդեն ամբողջ օրը ոնց որ մեկը դեպի Իրան եք ձգտում, որ գիրք կարդալն եք արդեն փորձում, հա։ Հա։ Մտքով իրա հետ եք էլի։ Հա, հեռուստացույցով միշտ այդ ֆիլմեր են, մուլտիկներ եմ նայում, մուլտիկով նայելով շատ ավելի արագ ես սովորում, որ մուլտիկ ես նայում։ Ամենատպավորիչը նա է, որ 3 ընկույզ մոխրոտին բանը ֆիլմը այն չեխական, հա։ Այդ նախ այդ բանը դղյակը դա Գերմանիայում է, Գերմանիայում են նկարել իրանք այդ ֆիլմը։ Հա, ու բանը կյանքում ասում եմ նայեցի, ես այդ ֆիլմը շատ եմ սիրում, էլի մանկության այն տաք հուշերն ասում եմ։ Կյանքում մտքովս չեն ասնի, որ այդ ֆիլմը գերմաներենով է կնայեմ։ Բա ֆիլմը շատ է, բա շատ շնորհակալ ենք։ Ես էլ եմ ձեզ շատ շնորհակալ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, շատ հաճելի էր։ Նմանապես, Ջան, ես էլ եմ շատ շնորհակալ ձեզանից, ասում եմ նորից դեր
նախաձեռնության համար եմ շնորհակալ, ձեր հրավերի համար եմ շնորհակալ եւ առհասարակ մենք պետքա սիրենք իրար, ամենակարևորը։ Որտեղ ոչ մեկս ոչ մի բան չենք տանելու։ Բոլորս էլ քաջ գիտակցում ենք այդ ամեն ինչը, բայց երբ որ պահը գալիս է, շատ ցավացնում ենք իրար։ Հա։ Ոնց որ այդ սահմանները մենք շուտ ենք էլի անցնում։ Գերմանացիների մոտ որ դրված է, մենք պահա գալիս ոնց որ կորցնում ենք այդ կարմիր գծերի տեղերը։ Հա, ուղղակի պետք է հասկանալ, որ ոչ մեկի պարտավոր չի։ Հա։ Դե դեպի մեր բնույթից է գալիս, էլի մի քիչ մենք տաքարյուն ենք, միանգամից ոնց որ սենց արագ, չգիտեմ, մեր մտքերը սենց խառնվում է իրար, հա։ Շատ։ Ես մի բան ասեմ, դասախոս ունեի, Բրաբյոնում որ սովորում էի, դասախոս ունեի, Կինդոնարան ասում էր, եթե կոնկուրսներ ֆլորիստիկա է լինում, ընտրության հնարավորություն է լինում, մեր հայերը պարտադիր ընտրում են տաք գույներով աշխատել։ Հա։ Իսկ այդտեղ չէ փաստորեն։ Նույնիսկ գույնի ընտրության առումով ենք մենք տաք գույներ ընտրում աշխատելու ծաղիկների հետ էլի նկատի ունեմ։ Հետաքրքիր է։ Բայց Գերմանիայում չէ։ Գերմանիայում պատկերացրեք, ես օրինակ փորձել եմ, աշխատում եմ տաք գույներով, հաճույքով առնում են։ Պետք է ճիշտ հրանցնել ուղղակի։ Հա, հա։ Միքսել էլի երևի տաք գույնը սառի հետ։ Հա, ես իմ գոլեգային եմ ասում եմ, ես գերմանահայկական կոմպոզիցիաներ եմ սարքում։ Այ հագուստն էլ, չէ՞, ես նկատել եմ, որ իրանք տենց ոչ միայն Գերմանիա, Եվրոպացի ոնց որ էլի տենց թեթև բաց գույների մեջ, չէ՞, մենք որ ասում ենք զառ գույներ։ Հա, մերոնք շատ սիրուն են հագնվում Հայաստանի մանավանդ էս նոր սերունդը ճիշտ է, ցած մեծ շալվարը, լայ շալվարներ, բան, հա, այդպես են, եվրոպական ձևով են հագնվում, բայց ասենք այն միջին տարիքը, որ իշխում ես մի անգամից սիրուն աքսեսուարներով, շարֆիկներով, ամեն ինչը տեղի։ Խնամված, շատ խնամված։ Այստեղ տենց խնամված չեն։ Այսինքն այդ ամեն ինչին առանձնապես նշանակություն չեն տալիս, թեպետ նայում ես սիրուն դիմագծեր ունեն։ Նիհար են, բոյով են, սիրուն գեղեցիկ երկար ոտքեր ունեն։ Ամեն ինչը բայց ցած կարող է ճմրթված ինչ-որ բան հագնեն դուրս գան։ Հա։ Իհարկե դա որ կարիք չկա, էլի։ Հա, իրանք բնական սիրահար են ավելի։ Հա։ Հա։ Բայց իսկական աչքին հաճելի է, երբ որ խնամված ինչ-որ մեկին տեսնում ես, իհարկե բնականաբար հաճելի է։ Հա։ Դե բայց չափի մեջ։ Իհարկե, համաձայն եմ։ Ամեն ինչն է չափի մեջ, ճիշտ է։ Այդպես։ Դե ինչ, շատ շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Ձեզ խաղաղ երեկո։ Բոլորիս։ Չէ, որ կգաք Հայաստան, ձեր կարոտը նորից կառնեք։ Մեծ սիրով։ Կարծում եմ մոտորերս։ Հա։ 6 ամիսս լրացել արդեն պետք է գամ կարոտը։ Մի քիչ սպասեք, եղանակները տաքանա, որ վայելեք։ Ինչ եղանակը հավատացեք չի խանգարում, եթե ներսը տաքը։ Հա։ Ոչ մի եղանակ չի կարող խանգարելից։ Ես սիրում եմ։ Հիմա անձրևայինը, հա, տեսեք, որ ասեցիք սիրում եմ։ սիրում Հա, անձրև սիրում եմ, չեմ նեղում, բացարձակ չեմ նեղում։ Հա, հետաքրքիր է։ Աճա։ Դե լավ, Արմինե ջան, շնորհակալություն։ Ձեզ էլ լավ երեկո։